Արտիմեդ, Վարդգեսավան, Վաղարշապատ ու Էջմիածին։ Դարերի պատմության միջով է անցել հայոց հոգևոր մայրաքաղաքը, որն այսօր նշում է իր 2700 տասնամյակը։ Էջմիածինը ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր կենտրոնն է, այլև մեր պատմության խորհրդանիշը։ Շնորհավորական խոսքում առանձնացնում է Արգիշտի Մեխակյանը։ Այստեղ է դրվել այն ամուր հիմքը, որի վրա մենք շարունակում ենք կառուցել մեր վաղվա օրը։ Սիրելի հայրենակիցներ, 2710 ամյակը մեզ համար ոչ միայն անցյալի մեծությանը վերադառնալու առիթ է, այլև ապագայի հանդեպ վստահության եւ պատասխանատվության խոստովանություն։ Տոնը շնորհավոր, Էջմիածին։ Տոնական տաղավարներ, երաժշտություն ու հանդիսավոր շքերթ, որոնք ամեն քայլափոխի հիշեցնում են, Էջմիածինը անցյալից եկած պատմություն ունի։ Թող յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր պահ շքերթում դառնա մեր քաղաքի միասնության եւ հպարտության նշանը եւ հիշեցնի, թե ինչ ուժեղ եւ միասնական է մեր քաղաքը։ Քաղաքը տոնական տրամադրության մեջ է։ Օրվա մեկնարկի հանդիսավոր շքերթին են մասնակցում քաղաքում գործող կրթական, մշակութային ու մարզական հաստատությունները։ Հրապարակամերձ հատվածում հնարավոր է տեսնել ձեռագործ աշխատանքներով հարուստ տաղավարներ։ Առանձնանում են նաև Էջմիածնում գործող նախաձեռնությունները։ Ժեստ հոգեբանական կենտրոնի տնօրեն Մարիամ Մեհրաբյանը պատմում է իրենց աշխատանքի եւ Էջմիածնի կարեւորության մասին։ Էջմիածին քաղաքը 10 տարուց ավել հոգեվոր մայրաքաղաք լինելուց զատ իմ եւ մեր թիմի համար որպես սիմվոլ ընտրել է մեր տուն հասարակական կազմակերպությունը, ում տաղավարում, ում ջերմ հարկի տակ մենք նաև ունենք Էջմիածին ժեստը։ Էջմիածին քաղաքի տոնը առանց մեզ կանաչներից չի էլ պատկերացնում, որովհետև ես ինքս երկկողմանի պապիկներիս կողմից Էջմիածին քաղաքից եմ, բայց էլի ու էլի պետք է նշեմ, որ Էջմիածնի սիմվոլիկան մեր տունն է, որովհետև բարության, ջերմության, երեխաների հանդեպ ճիշտ մոտեցման, մանկարժանահոգեբանական ամենակարևոր մոտեցումները քաղաքի տոնը պետք է ընդգծված լինեն։ Երիտասարդների տասաներն իրենց ձեռքի աշխատանքներն են ներկայացնում, հասույթը կուղվի իրենց ծրագրերի հզորացմանը։ Ներկայացված են էկոպայուսակներ, նկարներ, ինչպես նաև ձեռագործ հագուստներ, որոնք կարող եք դուք ձեռք բերել, կազմակերպվում են բազմաթիվ աշխատարաններ, ակումբներ։ Ձեռագործ իրերի կողքին է Արցախի համն ու հոտը։ Մեղր արտադրող ընկերության համահիմնադիրը պատմում է իրենց մեղրարտադրության մասին։ Զբաղվում ենք մեղրի, մեղվամթերքների, սուֆլե մեղրերի արտադրությամբ։ Բրենդը Հաթերք է կոչվում հենց մեր գյուղի, Արցախի Հաթերք գյուղի անունով, որը շուրջ 2500 տարվա պատմամշակութային ժառանգություն ունեցող գյուղ է եղել, ու մեր բրենդի ստեղծման հիմնական նպատակն է եղել աշխարհի բոլոր ծայրերում պատմել հենց մեր գյուղի մասին։ Նույն համերով մեղրերը ինչ արտադրում էինք Արցախի Մարտակերտ Խարվաճար շրջաններում, փորձել ենք Հայաստանում, Լոռի ու Տավուշ մարզերում գտնել հնարավորինս մոտ մեր բնությանը դաշտեր, անտառներ, լեռնային ինչ-որ տարածքներ, որտեղ ստանում ենք նույն համերով մեղրերը։ Տոնական միջոցառումները շարունակվելու են ամբողջ օրվա ընթացքում քաղաքի տարբեր անկյուններում, իսկ երեկոյան կամփոփվի տոնական համերգով։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։